Տավուշի մարզի Վարագավան գյուղից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա Անտառապատ լեռան լանջին ծվարած այս աղոթատունը նոր վարագավանքն է։ Սկզբնապես անապատ կոչվող Մենաստանը նոր վարագավանք է վերանվանվել, երբ Վասպուրականի վանահայր Ղուկասը Քրիստոսի խաչապայտի մասունքը հրոսակներից պաշտպանելու նպատակով հեռացել ու 1237 թվականին հաստատվել է Նոր Բերդի Կյուրիկյան իշխանության հոգևոր այս կենտրոնում։ Խաչապայտն այստեղ մնացել է մինչև 1651 թվականը։ 400 տարի անվնաս պահպանվելուց հետո Սուրբ նշանը փոխանցվել է Մայր Աթոր Սուրբ Էջմիածնին։ Հոգևոր կյանքն այստեղ աշխուժացավ 2004 թվականից, երբ Տավուշ հայրենակցական միությունը Վարագա Սուրբ Խաչիտոնը հռչակեց նոր վարագավանքի եւ պատմական Տավուշ աշխարհի ուխտի օր։ Արդեն 10-րդ տարին է Գարեգին երկրորդ ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ եւ օրհնությամբ Մայր Աթորից վարագավանք է բերվում Փրկչի խաչապայտի մասունքը։ Ասում են, երբ որ 614 թվականին Պարսից Խոսրով թագավորը գերեվարեց տերունակող վայրերը Երուսաղեմը եւ գերեվարեց Տիրոջ խաչապայտի մասունքը, երբ որ տարավ Պարսկաստան, նույնիսկ պարսիկները ասում էին, որ քրիստոնյաների Աստվածն է եկել եւ անմեկը երկյուղացությամբ էին մոտենում։ Ուխտագնացությունը նշանավորվեց եւս մեկ իրադարձությամբ։ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նոր վարագավանքին ի պահ տվեց Արևմտյան Հայաստանի վարագավանքից բերված 2 խաչքար մասունք, որը ինքը եւ երջանկահիշատակ Մեսրոպ arczepiskopos Աշտյանը գնել են վանքի հարևանությամբ ապրող մի քրդից։ Եվ խորհրդային տարիներին, եւ հետխորհրդային տարիներին երբեք որևէ թուրքի օտարի ոտք չմտավ այս աշխարհը եւ շրջապատված թուրքերով Տավուշը միշտ խրոխտ եւ անառիկ մնաց։ Այդ դրա համար մենք հասկացանք, որ այսօր էլ այն մեր հայրենիքի ամենաապահով տեղերից մեկն է եւ ի պահ պետք է տալ այս մասունքները նոր վարագավանքում։ Տոնական պատարագը մատուցեց Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու հոգևոր հովիվ Սիմեոն Քահանա Առաքելյանը։ Ինչպես ամեն տարի, այս տարի էլ եկեղեցին այնքան մարդաշատ էր, որ շատերն արարողությանը դրսից մասնակցեցին։ Ամեն տարի տավուշցիները Վարագա Սուրբ Խաչիտոնին առանձնակի անհամբերությամբ են սպասում։ Հոգևոր սիրելի տոն լինելուց զատ, այն աշխարհի տարբեր անկյուններում բնակվող տավուշցիներին ծննդավայրում է համախմբում։ Ես ինքս Վարագավան գյուղից եմ եւ չափազանց հպարտ եմ, որ իմ նախապապը եղել է Տեր Գրիգոր Քահանա Մանուչարյանը։ Արդեն 10-րդ տարին է ինչ մասնակցում ենք այս տոնակատարությանը եւ մեծ ուրախությամբ, մեծ խանդավառությամբ գալիս ենք։ Սա երևի իմ ամենասիրած տոներից մեկն է, որովհետեւ այսօր մարդկանց աչքերում տեսնում եմ հավատ, տեսնում եմ հույս։ Եթե որոշ մի տասնամյակ, 2 տասնամյակ առաջ այստեղ քրիստոնեությունը դեռևս չէր ձգել իր արմատները հիմնական գործող եկեղեցի չունենալու պատճառով, այսօր արդեն մենք գտնում ենք քրիստոնյա Տավուշում։ Այսպիսի տոնակատարությունները շատ մեծ խորհուրդ ունեն այն առումով, որ համախմբում են ժողովրդին, եկեղեցու եւ հոգեվորի շուրջը։ Եվ այսօր բոլորով միտեղ հավաքվելով մենք հասկանում ենք, որ իրականում բոլորս մեկ տեղից ենք, մեկ մարմնից ենք, մեկ արմատից ենք եւ այս միասնությունը, որ առաջին հերթին ունի այսօրվա խորհուրդը, շատ կարևոր է մեզ համար, մեր ժողովրդի համար, առավել եւս այս սահմանապահ ժողովրդի համար, ովքեր ամեն օր պայքարի մեջ են հանուն հայրենիքի։ Եզնիկ Սրբազանն ուխտավորներին պատմեց Վարագա Սուրբ Խաչիտոնի պատմությունը, խոսեց նրա զորավոր ու բժշկող ուժի մասին։ Սրբազանը նաեւ Սուրբ Սեղանի համար տիրամոր պատկերը նվիրեց, որն այստեղ գործող սրբանկարչության դպրոցի սաների ձեռքի գործն է։ Վարագավանքի վանական համալիրը մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության վարչության խնամքի ներքո է։ Բարերար Նորայր Խաչատրյանի եւ նախարարության միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ նախորդ տարվա հոկտեմբերից այստեղ նորոգման աշխատանքներ են ընթանում։ Բարդությունները հիմնականում կապված են քարագործ վարպետների հետ, որովհետև մենք այդ դպրոցը կորցրել ենք։ Ճարտարապետը Մերի Դանիելյանն է, շինարարությունն իրականացնում է նախարարության կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ Տոնական ծրագիրը շարունակեցին Նորաշենի երկու պարի եւ Սասուն ազգագրական համույթները, նաեւ անհատ կատարողներ։ Վիկտորիա Կարապետյան, Հայկ Խլախյան, Եկեղեցական կյանք։